Երկրորդ նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը լուրջ չի համարում։ Ավելին, նրա թիմակից Աղվան Վարդանյանի գնահատմամբ սա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը կամ ասեք իմպիչմենթի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվունեմը մինչդեռ կարծում է, որ այս փուլում իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Երեկ այս մասին լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Պատիվունեմը առաջարկել էր վարչապետի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել, առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել իմպիչմենթի գործընթաց, ավելին հանրապետականը պատրաստ է սատարել նաև հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկարտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին զերո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել եւ նախաձեռնել այդ գործընթացը։ Սահմանադրության համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, այս գործընթացը լուրջ չի համարում, այսօր փոխանցեց Աղվան Վարդանյանը։ Ասել է առաջիկա լուրջ գործընթացներին, փողոցային շարժում, արտահերթ կամ հերթական ընտրություններ, մասնակցելու ենք, ծանրակշիռ մասնակցություն ենք ունենալու։ Ուրեմն կարող եք այս ասածից ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այսօր իմպիչմենթ սկսելը լուրջ գործընթաց չի համարում։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվունեմ խմբակցություն ունի ընդամենը 6 падգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28։ Վարչապետի անվստահության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար առնվազն 54 կողմ ձայն։ Ստացվում է, երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն։ Աղվան Վարդանյանն այսօր վերահաստատեց, պատրաստ են տալ իրենց 28 քվեն պայմանով, եթե նախ ապահովեն անհրաժեշտ եւս 8 падգամավորի ստորագրություն, ինչպես նաև փողոցում էլ ժողովրդական շարժում սկսեն։ Ասել ենք, թող լինի այդ 36-ը, 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով ում անունը որ բերեն այդ համախմբում այդ շարժում այդ փողոցային բանը լինելու է։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով անցած շաբաթ падգամավորներին դիմել էր Արթունենք շարժումը։ Հիմա եթե դու իրավունք ունես նախաձեռնելու անվստահություն հայտնելու գործընթաց, բայց այդ իրավունքից չես օգտվում, նշանակում է, որ դու վստահություն ես հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարությանը։ Շարժման անդամներից Էդգար Ղազարյանն Ազատության զրույցում այս գնահատականն է տալիս Հայաստան խմբակցությանն ու ասում. «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ նամակ գրել»։ Ռոբերտ Քոչարյանի անուն այս գործընթացի հետ կապելը, դա անտեղի շահարկում է իրենց կողմից։ Նամակների հեղինակը ես եմ, անձամբ, որպես քաղաքացի։ Ես Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել։ Ղազարյանը բացատրում է, ազգային ժողովի падգամավորներն ունեն պարտավորություններ, վերահսկելու կառավարության գործունեությունն ու անհամապատասխանություն տեսնելու դեպքում կարող են վարչապետին անվստահություն հայտնել, այդ պատճառով էլ նրանց են դիմել։ Ինքը պետք է վարչապետին անվստահություն հայտնի, այլ մեխանիզմ իր ծրագրից շեղված կառավարության գործունեությունը խափանելու մեր սահմանադրությունը չի նախատեսում։ Անդրադառնալով այն փաստին, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, Էդգար Ղազարյանը հարցնում է, այդ դեպքում ինչու են օրենքի նախագծեր հեղինակում, չէ՞ որ առանց քաղաքացիական պայմանագրի դա օրենք չի կարող դառնալ։ Օրինակ նույն Աղվան Վարդանյանի հեղինակած պետական դրոշի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդունվել է, կարծեմ միաձայն։ Ու մինչ երկու նախկին նախագահների թիմերը վիճում են իշխանափոխության հասնելու ուղիների շուրջ, իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իմպիչմենթի օրակարգը դատարկամիտ որակեց։ Նույնիսկ Հայաստան խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հիմք գոյություն չունի, այնպես որ ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ որ քաղաքական process-ներ պարտադրելու եւ դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք սկսել։ Իդեպ, օրերս քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանը չէր բացառել, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը նախաձեռնի վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Բայց